Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը հրապարակին պատմել է, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել։ Իրենց ասվել է, եթե դժգոհեք հրապարակավ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք եւ պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային, ծաղիկ վաճառելը մեծ գլխացավանք է դարձել, ապա եվրոպական շուկայի դռները ձեզ համար որպես պատիժ ընդմիշտ կփակվեն։ Սա է նաեւ պատճառը, որ որոշ ջերմոցատերեր ստում են, ասելով, թե կարողացել են ծաղիկն արտահանել Եվրոպա, ամեն ինչ լավ է։ Նման բանասողները սակայն չեն նշում, թե խոսքն ինչ քանակի ծաղկի մասին է, քանի որ իրականում որևէ խոշոր արտահանում դեռ տեղի չի ունեցել։ Ընդհանրապես փորձանմուշներ են ուղարկվել մի քանի երկիր։ Թերթի զրուցակիցը նաև ասել է, որ տևական ժամանակ հույսով սպասել են, որ ծաղիկն արտահանելու են ԵՄ շուկա, սակայն արդեն իրենց համբերության բաժակը լցվել է եւ լռել չեն պատրաստվում, քանի որ հասկացել են իրենց խաբում են։ Հրապարակի տեղեկություններով Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտ գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն ի պաշտոն է համակարգում է ոլորտը եւ նախորդային գործարանի արչեւ բողոքի ցույցանող աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ իր հավատարմություններ հայտնել Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինչ ասում է ճիշտ է ասում։ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում դիմել էր Արարատ ցեմենտի աշխատակիցներին եւ հորդորել չանել գործողություններ, որպեսզի հետո չազատվեն աշխատանքից, ըստ էության սպառնալով, բողոքելու դեպքում նրանց աշխատանքից ազատել։ Նաև ասել էր, որ Արարատ ցեմենտը շուտով լինելու է պետական։ Թերթը հիշեցնում է, որ Սամվել Կարապետյանին պատկանող Խեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մոտ 6 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, փոխնախարար Զաքարյանը հավանաբար նման նախորժակ ունի, դրա համար էլ անթաքույց գցնում է Փաշինյանին։ Փաստը գրում է, եթե Հայաստանում քաղաքականությամբ ես զբաղվում եւ ընդդիմադիր գործունեություն ես ծավալում, անմիջապես հայտնվում ես իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սա դոգմա է արդեն մոտ 8 տարի։ Այդ ամենը զուգադրվում է տնտեսական ճնշումներով այն մարդկանց նկատմամբ, ովքեր որոշակի կարողություն ունեն կամ կապիտալի են տիրապետում։ Այդ ճնշումներն արտահայտվում են նաեւ ունեցվածքը սեփականությունը խլելու միջոցով, որոնցից ամենաթարմ ու խոշոր դեպքերից է Հեցի պետականացումը։ Իսկ հիմա էլ նույնը կատարվում է Արարատ ցեմենտի հետ։ Այս օրերին զուգահեռ ստուգումներ են իրականացվում Multigroup կոնցեռնի տասնյակ ընկերություններում։ Որոշ ժամանակ առաջ էլ կհիշեք նման ստուգումներ էին իրականացվում Տաշիր ընկերությունների խմբում։ Այն, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, որևէ մեկը չի էլ կասկածում, բայց հավելյալ դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ նախորդ հաշվետու ժամանակահատվածում հարկայինի կողմից եղել են պլանային ստուգումներ վերոնշյալ ընկերություններում եւ խախտումներ չեն հայտնաբերվել։ Իսկ վերստուգումն ու ինչ որ բաներ հայտնաբերելն ինքնին փաստում է այս գործընթացի քաղաքական ուղղվածության եւ մեկ անձի հրանգները ամեն գնով կատարելու ձգտման մասին։ Նման գործողություններով ուղղակի վնաս է հասցվում այդ ձեռնարկությունների եւ կազմակերպությունների աշխատակիցներին, քանի որ նրանք շատ դեպքերում զրկվում են աշխատանքից ու եկամտի աղբյուրից։ Ու դա էլ բավական չէ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառնում է, թե այն աշխատողները, որոնք ինչ-որ բաներ կանեն, կարող են ազատվել աշխատանքից։ Վերջապես ամենաառանցքային հարցերից մեկը, որը ոտնահարում են իշխանությունները, սեփականության իրավունքն է։ Ժողովրդի տեղեկություններով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս օրերին աշխատում են դիմադիր երկու պատգամավորների վերաբերյալ միջնորդությունների վերջնական փաթեթների վրա եւ մտադիր է դրանք ներկայացնել արդեն նոր ձևավորված խորհրդարանին։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ խոսքը վերաբերում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին եւ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Երկու միջնորդությունների վրա աշխատանքն արդեն ավարտական փուլում է։ Թերթի զրուցակիցների պնդմամբ դատախազությունում փաստաթղթերի նախապատրաստման հիմնական աշխատանքներն արդեն իրականացվել են եւ նախատեսվում է, որ դրանք կներկայացվեն ազգային ժողովին վերջինիս լիարժեք ձևավորումից հետո։ Թե հատկապես ինչ իրավական հիմքերով են պատրաստվում ներկայացնել այդ միջնորդությունները, ինչ քրեական վարույթների շրջանակում են դրանք կազմվում եւ ինչ գործողություններ են նախատեսվում, առայժմ պաշտոնապես չի հրապարակվում։ Հրապարակի տեղեկություններով պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երևանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի հուլիսի 12-ին բոլորը մեկ մարդու պես ներկա գտնվել Հանրապետության հրապարակում, որտեղ իշխանությունը որոշել է նշել Վարդավառի տոնը։ Տիգրան Ավինյանը խիստ հրահանգ է իջեցրել, սպառնալով, որ ներկա բացակայեն անելու եւ բացականները պատժվելու են։ Նպատակն այն է, որ հնարավորինս մարդաշատ ուրախ ու զվարթ տեսարաններ բեմադրվեն, ցույց տալով, որ Հայաստանում կյանքն ուրախ է, մարդիկ երջանիկ են եւ իշխանությունից դժգոհություններ չունեն։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է հաց եւ տեսարաններ գաղափարով։ Ինչքան հնարավոր է շատ տոներ կազմակերպել մարդկանց ուշադրությունը պայքարից ու կենցաղային դժգոհություններից շեղելու համար։ Թերթը հիշեցնում է, որ Վարդավառի միջոցառումների համար Ավինյանը հատկացրել է 199 միլիոն 500 հազար դրամ։ Այդ օրը հրապարակում նաեւ համերգ է լինելու։ Երգելու են Իվետ Ամուկուչյանը, Արսեն Գրիգորյանը, Արամեն Պետրին։ Միջոցառումը վարելու է ՔՊԱ-ական Էդուարդ Աղաջանյանի կինը Դիանա Մալենկոն։
Հրապարակը գրում է. Մայր Հայաստան կուսակցության անդամ ազգային ժողովի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ նրան տեղափոխել են Աբովյան ՔԿՀ կանանց կալանավայր։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակել է։ Սանդրանիկ Թևանյանի մեղադրանքի շրջանակներում է Մանուկյանի բնակարանում 2 անգամ խուզարկություն են կատարել։ Արեգնազ Մանուկյանը կին է, անչափահաս երեխայի մայր է։ Մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես նրա բնակարանը խուզարկեցին, բայց նա 2 հարցաքննություններին էլ ներկայացել է կամավոր, առանց ինչ-որ խնդրի, բայց կա հստակ միտում անտեսել անչափահասի ծնող լինելու հանգամանքը։ Իշխանությունը ռեպրեսիաների շքերթ է սկսել, այս ամենը դրա շարունակությունն է։ Այս ամենը պետք է բոլոր իրավապաշտպանների, ինչպես նաև միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվի։ Ժողովրդի ֆուտբոլային աղբյուրները փոխանցում են, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի շուրջ արդեն ձևավորվել են մի քանի ազդեցության կենտրոններ։ Ամենաակտիվ քննարկվող անուններից մեկը Սիսակ Գաբրիելյանն է։ Ֆուտբոլային շրջանակներում մեզ փոխանցում են, որ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ազդեցության թուլացումից հետո Սիսակ Գաբրիելյանը նույնպես զգալիորեն կորցրել է իր նախկին քաղաքական հենարանը եւ այժմ նրա համար ակտիվ լոբիստական աշխատանք է տանում ֆուտբոլային ակումբներից մեկը, փորձելով ապահովել անհրաժեշտ աջակցությունը։ ՀՖՖ նախագահի պաշտոնի նկատմամբ հետաքրքրություն ունի նաև շրջակա միջավայրի նախագահ, ազգային ժողովի պատգամավոր ընտրված Հակոբ Սիմիդյանը, որը վերջին շրջանում փորձում է ապահովել ՀՖՖ-ի եւ կառավարության միջև կապը։ Նույն աղբյուրների պնդմամբ նա տարբեր ակումբների ներկայացուցիչների հետ հանդիպումների եւ շփումների ընթացքում փորձում է նախապես ձևավորել այն աջակցությունը, որը հետագայում կարող է վերածվել ընտրական ձայների, սակայն թերթի տեղեկություններով այդ շրջանակներում նրան լուրջ չեն վերաբերվում։ Երրորդ անունը, որը բավական հաճախ է շրջանառվում, ԲՏԱ-նախարար Մխիթար Հայրապետյանն է։ Քաղաքական շրջանակներում նրան դիտարկում են որպես իշխանության հնարավոր թեկնածու։